Բարև ձեզ, եկեք շարունակենք, այսօր մի փոքր խոսեմ CSS-ի մասին, հիմնական շեշտը դնելով, թե ինչպես է այն աշխատում HTML-ի հետ, հետագայում արդեն CSS-ի դասընթացների ժամանակ ավելի խորացված կանցնենք CSS-ը։ Ուրեմն ինչ է CSS-ը, CSS-ը բացվում է այսպես Cascading Style Sheets, ինչի համար է այն օգտագործվում, դա մի լեզու է, որով մենք ուրեմն ստիլավորելու ենք մեր գրված HTML-ը, այսինքն այն պատասխանատու է մեր կայքի տեսքի համար։ Ինչ նկատի ունեմ, դե օրինակ մենք հավաքել ենք ինչ-որ պարագրաֆ, նրան կարող ենք տալ CSS-ի միջոցով տարատեսակ չափս, օրինակ font size, գույնը կարող ենք փոխել color-ի միջոցով, տեղափոխել այստեղից այնտեղ եւ այլ բաներ, խոսքը միայն չի վերաբերվում տեքստերին, այլ CSS-ի միջոցով կարող ենք օրինակ կատարել տարատեսակ անիմացիաներ եւ այլն։ Ուրեմն առաջին անգամ CSS-ը ուրեմն ստեղծվել է 1996 թվականին W3C-ի կողմից, այն ժամանակ դե շատ հնարավորություններ չկար, միայն տեքստերի հետ աշխատել, տառաչափ փոխել, գույն փոխել եւ այլն։ 98 թվականին ուրեմն առաջացավ CSS 2-ը, մի որոշ բաներ շտկեցին CSS 1-ի մեջ, բայց այնուամենայնիվ դա նույնպես ուներ որոշակի խնդիրներ, բարդություններ էր առաջացնում եւ հետագայում ստեղծվեց CSS 3-ը, որը հիմա վերջնական տարբերակն է, այսինքն օգտագործվում է ներկայումս CSS 3-ը եւ մենք աշխատելու ենք դրանով, ուրեմն ինչպես օգտագործել CSS-ը HTML-ում, կան 3 տարբեր եղանակներ, եկեք ստեղծենք բազային կառուցվածքը մեր HTML-ի, ահա մեր HTML-ը, եկեք ստեղծենք ինչ-որ մի տեքստ, *1-ի միջոցով, աշխատացնենք, ահա մեր տեքստը, ես նշեցի, որ կա 3 միջոց, ուրեմն CSS-ը կցելու HTML-ին, առաջին տարբերակը դա inline ոճն է, այսինքն երբ որ մենք tag-ի ներսում ստեղծելով style attribute նրան տալիս ենք որոշակի style-եր, դա առաջին տարբերակն է, եկեք կատարենք, ուրեմն մենք գիտենք ոնց աշխատենք ատրիբուտների հետ եւ յուրաքանչյուր tag HTML-ում կարող է ունենալ style attribute, գրում ենք ատրիբուտի անվանումը, հավասար է չակերտների մեջ նրա արժեքներն ենք գրելու։ Ենթադրենք մենք ուզում ենք փոխել մեր տեքստի գույնը, մենք կգրենք ուրեմն color վերջակետ brabel եւ կգրենք գույնի անվանումը, օրինակ կարմիր գույն, red։ Վերջում դնում ենք կեցտորակետ, եթե ունենք այլ ուրեմն style ավելացնելու ցանկություն, բայց կարող ենք չդնել, եթե նրանից հետո ուրեմն style չենք ավելացնելու։ Ուրեմն color red-ը մեր տեքստին կտա գույն, կարմիր գույն։ Եկեք աշխատացնենք, եթե իջնենք ներքև, ահա կտեսնենք, որ մեր տեքստը դարձավ կարմիր գույն։ Սա առաջին տարբերակն է, ինչը տալիս է որոշակի բարդություններ, իսկ ինչ եթե մենք ուրեմն մեր կայքում ունենում ենք երկու ենթադրենք h1 եւ երկուսին էլ պետք է ուրեմն տանք կարմիր գույն, այդ պարագայում պետք է այս վերոնշյալ style-ը ուրեմն պատճենենք եւ տեղադրենք երկրորդ h1-ի համար, որպեսզի դա նույնպես լինի կարմիր գույն։ Ուրեմն այս տարբերակը որոշակի անհարմարություններ է պատճառում, դրա համար կարող ենք օգտագործել օրինակ երկրորդ տարբերակը, որը ուրեմն head բաժնում ստեղծում ենք style tag բացվող փակվող եւ նրա մեջ ուրեմն տալիս ենք մեր ուրեմն ստիլերը color red, սա եկեք պատճենենք,
ուրեմն առաջին պարամետրով դիմում ենք սելեկտորը, tag-ի անվանումը մեր բaragայում, եթե ցանկանում ենք դիմել h1-ին, դնում ենք ձևավոր փակագծեր եւ նրանց արանքում գրում ենք մեր style-ը, ինչ որ գրել էինք color red։ Եկեք աշխատացնենք եւ կտեսնենք, որ ոչ մի բան չփոխվեց, այնուամենայնիվ մեր h1-երը ունեն կարմիր գույն, ուրեմն մենք մեկ style-ով երկու h1-երին տվեցինք կարմիր գույն, կրճատելով մեր կոդը եւ ավելի լավ կարդալու հնարավորությունը, ինչ նկատի ունեմ, դե ենթադրենք մեր կոդը ոչ թե 17 տող է, այլ ագին մեծ կոդ ենք գրել, եթե մենք ամեն tag-ի ներսում գրենք այդ style inline ուրեմն style-երը, բավականին կդժվարանա կոդ կարդալու շանսը, եթե մենք վերևում այսպես օգտագործենք style tag-ը, դա կհեշտացնի կարդալը կոդը։ Եվ երրորդ տարբերակը դա ուրեմն առանձին ֆայլ ստեղծելն է հենց CSS-ի համար եւ գցել ուրեմն մեր HTML փաստաթղթին, որը ավելի է հեշտացնում եւ բարձրացնում մեր կոդը, դե ենթադրենք մեր style-ը ոչ թե 2-3 տող է կազմում, այլ շատ մեծ է, դրանից խուսափելու համար առանձին CSS-ի համար կարող ենք ստեղծել ֆայլ, որը կգցենք մեր HTML-ին 1 տողով, իսկ մնացած արդեն կոդը կգրվի այդ առանձին ֆայլի մեջ CSS-ի համար նախատեսված։ Մեր պարագայում կարող ենք, քանի որ մենք ունենք այստեղ վերևը, եթե ուշադրություն դարձնենք CSS-ի համար նախատեսված tab, անվանում է style CSS, եթե մենք մեր ունեցած style-երը տեղափոխենք այդտեղ, փոխում ենք սրանով, աշխատացնենք, նույնպես ոչ մի բան չի փոխվի, մեր տեքստերը կլինեն կարմիր գույն։ Շատ պարզ է, ուրեմն պետք է նախ հասկանանք ինչի համար է CSS-ը вообще օգտագործվում, այն պատասխանատու է մեր կայքի տեսքի համար։ Ուրեմն HTML-ով ստեղծում ենք մեր կայքի կառուցվածքը, տեղադրում ենք տեքստեր, էլեմենտներ, իսկ CSS-ով վերջնական տալիս ենք դրանց համ ու հոտ, այսպես ասած, տալով դրանց տառատեսակի չափ, եթե տեքստ են կամ ինչ-որ գույն, կամ տեղադրել ինչ-որ անիմացիաներ, մի խոսքով ավելի գեղեցիկ, աչքի համար հաճելի սարքելու համար։ Այսքանով ավարտենք մեր դասը, այստեղ նաև խոսքում է կոմենտների մասին, ես հիշեցի, որ HTML-ում դրանց մասին չենք խոսել, նախ ասեմ ինչի համար են կոմենտները օգտագործվում, կոմենտները օգտագործվում են, որպեսզի որոշակի կոդ, այսպես ասած անհետացնենք այն գործիքի աչքերից, որը որ հետագայում զննում է մեր կոդը եւ ստեղծում է այսպիսի էլեմենտներ, որպեսզի դրանք ուրեմն չերևան բրաուզերում, մենք կարող ենք դրանց ուղղակի անհետացնել։ Հետևյալ միջոցով, ուրեմն այս նշանի միջոցով բացում ենք այն հատվածը, որը որ պետք է կոմենտենք եւ փակում ենք, ահա այսպես։ Սա ինչը վերաբերվում է ուրեմն HTML կոդին, այս հատվածում նաեւ կարող ենք գրել ինչ որ ցանկանանք, դա միևնույնն է չի արտաբերվի բրաուզերում։ Հետևաբար ենթադրենք, որ մենք մենակ չենք աշխատում այդ կոդի վրա, այլ ուրիշ աշխատողներ էլ ենթադրենք կան ծրագրավորողներ, ովքեր աշխատում են, եթե անհասկանալ ինչ-որ բան կոդ է գրված, մենք կարող ենք թողնել որոշակի կոմենտ, հետագայում եթե մենք հետ վերադառնանք եւ չհիշենք ինչի մասին էր տվյալ կոդը, կարդանք կոմենտը եւ հասկանանք, եւ նույնն էլ մնացած ծրագրավորողների համար հեշտացնելու։ Ուրեմն կոմենտները նաև աշխատում են CSS-ի համար, CSS-ում դրանք դրվում են հետևյալ կերպ, tag նշան, աստղանիշ
եւ աստղանիշ technician։ Այսպես կարող ենք կատարել մի քանի տողի comment, այստեղ բացում ենք, այստեղ փակում ենք, եւ սա նույնպես ուրեմն եթե աշխատացնենք չի աշխատի, բրաուզերը չի հասկանա։ Այսքանը հուսով եմ պարզ էր, վերջում չմոռանաք ներբեռնել տնային աշխատանքը եւ կատարել։